Ողջույն սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է, ինչպես միշտ մենք Կիրակի օրերը խոսում ենք, եւ քանի որ վաղը ազգային ժողովում քննարկվելու է կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, եկեք շատ հակիրճ հնարավորինս փորձենք տեսնել թե ինչ կա ծրագրում։ Եվ մեզ այդ հարցում օգնում է Ազատություն ռադիոկայանի այս հրաշալի ռեպորտաժը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության հիման վրա կազմված ու մեջբերեմ 4-րդ հանրապետության սկիզբ մասնարարող կառավարության հնգամյա ծրագրով գործադիր է սոցիալ-տնտեսական մի շարք առանցքային հարցերի շուրջ շատ ավելի համեստ խոստումներ է տալիս, քան 2021-ի ընտրություններից հետո։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Առաջիկա 5 տարիների ընթացքում Այստեղ մի րոպե, սիրելի հայրենակիցներ։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ ինքը ներկայացրել է, անհասկանալի չգիտենք ինչի մասին է, կեղծիքի վրա կառուցված մի բան է, կեղծիքը հետևյալն է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ցանկանում է գրավել հարևան պետություններ, օրինակ ուզում է Թուրքիայից հողեր հետ բերել, գրավել Ադրբեջանը, բան տես նմանատիպ թեզը առաջ բերել ու ասում է ես պնդում եմ, որ մեզ պետք է այս եղած իրական Հայաստան, հետաբար այս իրական Հայաստանն է կարևոր, սա պետք է բանել, այսինքն ստի վրա մի հատ սուտ բան ես վերագրում քո օպոնենտներին, կեղծիքը վերագրվել է Հայաստանի ժողովրդին, իբր Հայաստանի ժողովուրդը կոնֆլիկտացին ժողովուրդ է, ուզում է հարձակվի հարևանների վրա, հողեր հետ բերի ինչ-որ բան, եւ ինքը ասում է այս իրական Հայաստան, այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը ու իբր թե դրանով կրել են ընտրությունները։ Ընտրությունները կրել են, հարց չկա, բայց դրանով չեն կրել ընտրությունները, 1000 ու մի կոմպոնենտ կա իր ստացած 720,000 ձայների մեջ։ Բայց ինչևից է։ Ասենք թե ընտրությունների հաղթել եք, հասկացանք։ Բա ոնց կարա օրինակ մեկ քաղաքական ուժի ծրագիր, որը ստացել է 49% ձայն կամ 720,000-ի կարգի քվե, դառնա պաշտոնական գաղափարախոսություն։ Կոմունիստական երկիր է, ինչ է, ժողովրդավարական, ազատ, ինքնիշխան պետությունը, լիբերալ դեմոկրատիաների ժամանակաշրջանում, ոնց կարող ունենա պաշտոնական գաղափարախոսություն։ Ինչ պաշտոնական գաղափարախոսություն։ Հիշում եք ժամանակին են, որ Հայաստանը օջախ է, ընտանիքը օջախ, սա օջախապետություն բան։ Ինչ որ պահել կար, որ իդես պաշտոնական գաղափարություն էին դրել, օջախապետության պերիոդը հիշում եք, մինչև պատերազմներ։ Հիմա ես լսեցի sense ականջս ծակեց, այսինքն ինչ պաշտոնական գաղափարաբանություն։ Էլ Լենինի նկարի տեղը նկարը դիշտ տենց բանար է, էլի ասենք։ Այս գժանոցը ինչը, լավ, գնանք առաջ։ Ինչ է խոստանում կառավարությունը 3 միլիոն հայաստանցիներին ու 5 տարի առաջ տված որ խոստումներն այդպես էլ թղթի վրա մնացին։ Գործադիրը պարտավորվում է 5 տարում 125,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Թե այս խոստումը կատարելու դեպքում Հայաստանում գործազրկության մակարդակը 2031 թվականին որքան կկազմի, նա Գյուղատնտեսությունը մեջքի վրա պարկացրել են, այլանդակ վիճակ է, արտահանումը ընկել է, գյուղատնտեսությունը ընկել է, բայց 125,000 աշխատատեղ ստեղծել, գնացինք առաջ։ Որ չի ասել 2021-ին չափերի խոստում էին տվել գործազրկության մակարդակը 15%-ից նվազեցնել 10-ից էլ ներքև։ 5 տարի հետո ամենաթարմ տվյալներով այն 13.7% է կազմում։ Մենք աշխատանքը պետք է անցալենք որպես բարեկեցության գործիք։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնում այժմ շուրջ 22% կազմող աղքատում։ Աշխատանքը այս կառավարությունը որոշակել է բարեկեցության գործիք, չէ՞։ Ովքեր են Հայաստանում աշխատում հիմա, ըստ այս կառավարության։ Իրենք են ու իրենց տեղավորած մարդիկ։ Ասենք ամբողջ ազգային ժողովի բացման նստաշրջանները նվիրված էր մի մարդու նրա կնոջ աշխատավարձի, հետո մի հատ ուրիշ մարդու իր կնոջ աշխատավարձի, հետո մի հատ ուրիշ մարդու իր կնոջ աշխատավարձի ու այդ ձևի էլի, այսինքն աշխատանքը բարեկեցության միջոց է, այդ ում մասին է, ձեր մասին է, դուք իրար աշխատանքի եք ընդունում, իրար պարգևատրում եք, ում մասին է, էլի սովորական ժողովուրդը կա այս թեմայի մեջ թե չկա, գնացինք առաջ։ Մակարդակը նվազեցնել 5%-ային կետով, այսինքն հասցնել մոտ 17%-ի։ 2021-ին շատ ավելի մեծ թիրախ էին ընտրել, որին նույնպես հասնել չստացվեց։ Խոստանում էին, որ մինչ 2026 թվականը Հայաստանում աղքատությունը 2 անգամ կկրճատվի։ Այսինքն այժմ այն չպետք է անցներ 14%-ի շեմը, ավելի ցածր, քան հիմա խոստանում են իրականացնել մինչև 2031 թվականը։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետության։ 2021-ին կառավարությունը խոստացել էր 5 տարիների ընթացքում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Այս խոստումը նույնպես թղթի վրա մնաց։ Ամենաթարմ 2024-ի տվյալները ներկայացնող վիճակագրությամբ Հայաստանում Արձանագրում եք, չէ՞, որ ինչ խոստացել են սուտադուսեք է։ Ստի կեղծիքի վրա կառուցված մի բան։ Ավելի քան 30,000 մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում ու թերսնված է։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստում ընդհանրապես չկա։ Որքան կբարձրացնեն կենսաթոշակը մինչև 2030։ Արդեն ծայրահեղ աղքատությունը վերացնելու վերաբերյալ խոստում չկա։ Այսինքն մի բան որ սովորել է այս իշխանությունը, այս 8 տարվա մեջ սովորել է ինչպեսին լինել իշխանություն։ Այսինքն իշխանությունը ոնց է լինում, չէ՞։ Որտեղ մինչև այդ միամիտ էին, բացես միամիտ բաներ էին գրել, բան հիմա այլ չեն գրում։ Ինչ ծայրահեղ աղքատություն, ինչ վերացնել։ Այն նախորդ ծրագրում գրած էր հայկական Արցախ։
Ինչ հայկական Արցախ, ինչ բան, գնացինք առաջ։ Բականը։ Միայն խոստանում են, այնքան որ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չլինի։ 2021-ին գործադիրը խոստանում էր տնտեսության կառուցվածքում մշակող Այսինքն արդյունաբերության շատ եղեք, սիրի հայրենակիցներ, այնպիսի խոստումներ են տալիս, որը չափելի չի։ Որ չես կարող 5 տարի հետո չափես, տենաս սուտենաս է թե չէ։ Հիմա հստակ չափում են 21 թվականին ինչ խոստացել են, սուտ ա եղել։ Ամբողջությամբ սուտ ա եղել, խապկանք, խափեպայություն, չնայած դրան ընտրվել են, հա։ Սուտ կեղծիկ, բայց հիմա տեսեք հմտացել են, հմտություններ են ձեռք բերել, ոնց խափել, որ չբռնվել, այսինքն ոնց խափես, որ չբռնվես ստիդ վրա, այսինքն ի սկզբանե չտալ այնպիսի խոստում, որը չափելի է, հնարավոր չի լինելու ապագայում չափել այս կառավարության ծրագրի իրացումը։ Հիմա հուսով ենք падգամավորները խորհրդանում այս հարցերը կբարձրացնեն վաղը, գրանք առաջ։ Բաժինը 11%-ից հասցնել 15%-ի։ Չստացվեց 2025-ին այն հնայի կառուցվածքում նույն 11%-ն է կազմել։ Այժմ թեև ուղիղ չեն գրել, թե որքան այն կազմի 2031 թվականին, սակայն խոստանում են 50%-ով մեծացնել արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները, այն հասցնելով ներկայիս փոխարժեքով տարեկան շուրջ 14 միլիարդ դոլարի։ Գործադիրը խոստանում է 5 տարիների ընթացքում լուծել Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ջրամատակարարման խնդիրն ու 24-ժամյա ջրամատակարարում ապահովել։ Սկսել ու մինչ 2033 թվականն ավարտել 10 ջրամբարների կառուցումը։ Երևանում այնքան շինթույլտվություն են տվել, այն ծավալների շինթույլտվություն են տվել, որ պարզա քաղաքում տեղ ու դադար չկա, օդ չկա շնչելու, օդի բոլոր չափանիշները մաքրության խախտված են, փոշու քանակը օդի մեջ խախտում է բոլոր միջազգային չափորոշիչները, քաղցկեղածին է, շատ փորձագետներ պնդում են այդպես, եւ այդ շինթույլտվությունների ֆոնին հիմա տեսեք ջրամատակարարման մասին չէ խոսքը գնում։ Երևանում ջրամատակարարումը կոլապսի է հասցված։ Այս ինչ ասա նշանակում։ Հիշում եք, որ Վիոլա ջուրը հայտարարել էր, որ նոր շինթույլտվություններ որ տալիս են, մենք չենք կարող նոր ջրագիծ, նոր կոյուղագծեր տանք, որովհետև չունենք հնարավորություն, քաղաքը նախատեսված չի եղել, բայց մեկ է։ Վերջին տարիներին 20,000-ից ավել Հայկ Մարությանից մինչև Տիգրան Ավինյան շինթույլտվություն է տրվել Երևան քաղաքում։ Եվ ջրամատակարարումը հիմա վտանգված է Երևան քաղաքում։ Ինչ շուրջօրյա, ինչ բան։ Ասենք մենք Ծարավ աղբյուրում որ ապրում ենք, արդեն գիշերը ժամը 12-ից մինչև առավոտ ջրամատակարարումը դադարեցվում է։ Նման բան գոյություն չուներ, ասենք ամիսներ առաջ։ Հիմա արդեն ռեժիմները տարբեր թաղամասերում տարբեր ձևով փոխվել է։ Դե որակի մասին չենք խոսում, որակի մասին էլ բազմաթիվ վկայություններ կան։ Արփին Հովհաննիսյանը զբաղվում է այդ գործով եւ բավականին մեծ խախտումներ են հայտնաբերված։ Գնացինք առաջ։ 350 կիլոմետր ջրանցքներ ու խողովակաշարեր կառուցել, ավարտել ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ու 3600 ուսանողի համար նախատեսված կացարանի կապ։ Ակադեմիական քաղաք։ Ուրեմն ակադեմիական քաղաքին մենք անդրադարձել ենք նախընտրական քաղաքաշարի ժամանակ, որ եթե մենք ընտրվենք, մենք այդ ծրագիրը չեղարկելու ենք, այն խայտառակություն է, այն աղքատ երկրի ազգային ռեսուրսը անկապ մի հատ անիմաստ տարածքում ծախսելու մի ճանապարհ է, որի արդյունքում միջազգային բոլոր չափանիշներով հաստատված օրինակ մայրաքաղաքներում ինչպես են ուսանողական կյանք, ուսանողական քաղաք, բուհեր, առաջադեմ մասնագետները, դասախոսները, ուսանողությունը, այդ եռացող ուժը Երևան քաղաքից ինչ են ուզում անել, ուզում են դուրս բերեն։ Ամբողջ աշխարհում ամենազբաղված մայրաքաղաքներում կան բուհեր, կա ուսանողություն, կա ուսանողական կյանք, բայց չէ։ Այս իշխանությունը որոշել է բացի այն որ Ալիևը իրանց ինչ ասում է, պետք է իրանք անեն, Ալիևը ինչ ասում է, տառացիորեն անում են իրանք, նաև ասենք պետք է Երևան քաղաքում օրինակ բուհեր չլինեն, ուսանողություն չլինի, երիտասարդություն չլինի, դասախոսություն չլինի, բայց մեր ազգային փողը, մեր պետության փողը, որ պետք է ծախսվի մեր ժողովրդի վրա, տանում են ծախսեն այդ ծրագրի վրա, այդ ծրագրի վրա բնականաբար որ ծախսեն շինարարության վրա միլիարդներ կուտեն, ինչ որ մարդիկ էլի կարստանան, փողեր կդիզեն, ոնց որ այս շինարարությունների վրա են այդ միլիարդները դիզվում, այդ կոռուպցիայի մեջ թաղված, հա, ոնց շինթույլտվությունների պատմությունը ինչի՞ց է, այդքան շինթույլտվություն ոնց են տալի, ոնց կան հստակ երթվեն իրանց ամենասրբություններով, որ կոռուպցիա չկա այդ դաշտում, չեն կարող երթվել, չէ, գնացինք առաջ։ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4 հանրապետության տեսլականի վրա, կրթության ու գիտության ֆինանսավորման։ Դուք ով եք, որ եղած հանրապետությունը թողած նոր հանրապետություն հռչակի։ Ուրեմն ուշադրություն եմ հրավիրում ձեզ։ Ցանկացած բան, որ մեր իշխանությունը ասել ասա լավը չի պիտի նոր հռչակենք, ի՞նչ է տեղ ունեցել։ Եղածը, որը թերի է, լավը չի, պրոբլեմատիկ այն որ խնդիրներ ունի, բան, կործանվել է, բառացիորեն եմ ասում։ Կործանվել է ու նորը չի ստեղծվել։
Օրինակ ես երկար տարիներ ա տեսեք Ալիևը, Էրդողանը, բան ասում են ձեր ատոմակայանը պետքա փակեք, չէ՞։ Հիմա որը ոնց փակեն ատոմակայանը։ Ասում են նորն են կառուցելու։ Նորի ոչ մի պայմանագիր, ոչ մի ծրագիր, ոչ մի բան գոյություն չունի, եղածը քանդելու, կործանելու վրա մեծ ջանքաներ դրված եւ աշխատանքներ են գնում։ Նույնը Արցախյան հակամարտության մասին կարող ենք ասել, նույնը Արցվաշենը հետ բերելու մասին կարող ենք ասել։ Ցանկացած թեմա, որ իրանք ասում են, էս եղածը լավ է, չէ՞, հեսա մենք նորն ենք անում, հատեսա նոր բան ենք անում, իմացեք այդ եղածը կործանվելու։ Այսինքն հիմա երրորդ հանրապետություն, այս հանրապետությունը, որ չգիտեմ, ասում են երրորդ հանրապետություն։ Այս Հայաստանի հանրապետությունը։ Ինչ եք ուզում, էլի այս Հայաստանի հանրապետությունից ինչ եք ուզում, այս ժողովրդից ինչ եք ուզում։ Մա մենք 4-րդը պետք է հիմնադրենք։ Այդ մոլուցքը, որ իրանք իրեն ինչ որ բանի հիմնադիր, ինչ որ բանի հիմնադիր հայրեր, էս այս մոլուցքը։ Գնացինք առաջ։ Մասին կամավորատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչներին եւս մեկ անգամ ատեստավորում անցնելու հնարավորություն են խոստանում, բարձրացնելով նաեւ ուսուցիչների դրույքաչափը, այն սահմանելով 300,000 դրամ։ Խոստանում են մինչ 2031 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել հնայի 1%-ին, որն այժմ 0.3-ի էլ չի հասնում։ Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է։ Մեր ընկալումը հետեւյալն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ առանց կրթության։ Ուղղակի չկա այդպիսի բան։ Բացի այդ, խոստանում են 5 տարիների ընթացքում Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի տարեկան արտահանման ծավալը հասնել $5 միլիարդ։ Կառավարությունը խոստանում է 5 տարիների ընթացքում ակադեմիական քաղաքում 35,000 հանդիսականի համար UEFA-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ կառուցել։ Եվս 2-10 Էլի եկանք ակադեմիական քաղաք։ Ժողովուրդ հասկանում եք ինչ է։ Էլի եկանք ակադեմիական քաղաք։ Գնացինք լավ։ 1000 մարդու համար նախատեսված մարզադաշտ Վանաձորում ու Իջևանում։ Խոստանում են մինչ 2031 թվականը գործարկել TRIP նախագծի երկաթուղային կառուցվածքը, նաև վերակառուցելու գործարկել Ախորիկից Թուրքիա ու Երասկից Նախիջևան տանող երկաթուղիները։ Թեև ամիսներ առաջ Երևանը դիմել էր, որ ռուսական կողմն անհրաժեշտ ներդրումներն անի ու Մոսկվան բանակցություններ սկսելու պատրաստակամություններ հայտնել, Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարարում է, սեփական միջոցներով կկառուցեն։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը ուղիղ արդեն մերժել է Հայաստանի դիմումը, որ Արդեն սեփական միջոցներով երկաթգիծ ենք կառուցել։ Չի նշանակում շինարարությունը իրականացնելու պետական բյուջեի միջոցներով։ Կառավարությունը նաև ծրագրում է երկաթուղիների հավատարմագրված կառավարման համակարգը վերանայել այնպես, որ չխոչընդոտի մեջ բերեմ Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման պատմական հնարավորության իրականացմանը, թե ինչ մեխանիզմով ծրագրում չեն մանրամասնում։ Երևանը հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն ունի, առաջարկում են, որ Ռուսաստանը կոնսենսիոն գնացին առաջ ուշացրել է պայմանագրի խզման կամ հաջորդ կետը ուրա գալիս ենք վեհապարին կաթոլիկոսին հանելուն, այսինքն դրածա կաթոլիկոսին պետքա հեռացնել, պետքա տեղապահ նշանակել, պետքա չգիտեմ հետո նոր թե ոնց անել դա բարձ չի, բայց դե իրանց նախընտրական ծրագրում գրել էին, որ մենք պետքա կաթոլիկոսին հեռացնենք, հիմա ասում են ժողովուրդը մեզ ընտրել է, պաշտոնական արդեն всё, մենք պետքա կաթոլիկոսին հեռացնենք։ Դրանով էլ են իրանք զբաղվելու եւ ընդհանրապես ես ուզում եմ ասել հետեւյալը, որ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունը այս եղած ավտորիտար բարքերով, որ հիմա կա, ավելի ավտորիտար դառնա, որովհետեւ այն մտածողությունը, այն խոսիթը, որ այստեղ դրված է, որ մեր կուսակցության ծրագիրը դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Դուք ով եք որ ձեր կուսակցության ծրագիրը դառնա պաշտոնական գաղափարախոսություն։ Հա ծրագիր եք դրել, ծրագրով հաղթել եք ընտրությունները, դա նշանակում է, որ 5 տարով կառավարման իրավունք եք ստացել։ Դա մեծ հարց է, 5 տարին կառավարելու եք, թե չէ։ Մեծ հարց է, թե այդ ընտրությունների ժամանակ այսպես կոչված ընդդիմադիր ուժերը ինչ սխալներ են արել, որ դուք վերընտրվել եք, դա էլ իր հերթին, հա, բայց վերընտրվել եք, դուք 5 տարով երկիրը կառավարելու իրավունք եք ստացել։ Ինչ պաշտոնական գաղափարախոսություն, ինչ 4-րդ հանրապետություն, ով կարա իրան հրճակի Հայաստանի անունից պաշտոնական գաղափարախոսություն դնել։ Չկա, այսինքն ժողովրդավարական պետություններում չի կարող նման բան լինել, չի կարող մեկը Շվեդիայում ընտրություններ հաղթել եւ ասել իմ մտքերը դառնում են Շվեդիայի պաշտոնական գաղափարախոսություն։ Վզից կբռնենք, կշպրտենք կառավարության շենքում կլինի, պարլամենտում կլինի, որտեղ որ կլինի։ Հասկանում եք, սա ժողովրդավարական մտածողություն չի կարող որևէ տվյալ պահին կառավարող ուժ, որը խորհրդանում շատ մանդատ ունի, քան մյուսները, ասել, որ իմ մոտեցումները երկրի պաշտոնական գաղափարախոսությունն է։ Կարող է դուք ձեր ծրագրում գրեիք, որ մենք գտնում ենք, որ մենք պետք է մեր կրոնը փոխենք։ Գալու եք ասեք Հայաստանի պաշտոնական կրոնը փոխում ենք։ Պաշտոնական կրոն ենք հրճակում, մի հատ է դա փոխում ենք, հա, պետք է գայիք դա կասեիք։ Այդ ծրագրի մեջ ինչ գրեիք, մեկը դուք այս պայմաններում ընտրվելու եք։ Ինչի, որովհետև այն ինչ որ տեղի ունեցել ընտրությունների ժամանակ, դա բերել է նրան, որ դուք պետք է ընտրվեիք։ Այն ձևով, որ աշխատանք է տարվել վերջին տարիներին մարդկանց գլուխը լվալու ռոպագանդայի իմաստով, որ մարդիկ մտածեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում, որ 60 քանի տոկոսը ժողովրդի մտածել որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ճիշտ ուղղությունը, որն Ալիևի ասածներն անելն է ճիշտ ուղղությունը։ Պարզա չէ որ չէ, բայց մարդկանց բերել են դրան լվալով, brain washing անելով։ Հիմա այդ կոնտեքստում այդ ծրագրի մեջ ինչ ուզում եմ գրեիք, այս ձևի ինդիմություն ունենալով ընտրվելու էիք։
ընտրվելու եք, հա, հաղթելու եք այդ ընտրությունները։ Բայց արդյոք այդ գրած տեքստերը, ինչ որ գրել եք այդ ծրագրերի մեջ, կարելի է եւ դուք կարող եք եւ լեգիտիմ իրավունք ունեք հրճակելու Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն։ Չի կարող նման բան լինել, սիրելի հայրենակիցներ։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ինչա ժողովրդավարությունը, ինչա լիբերալ դեմոկրատիան, ինչ են լիբերալ դեմոկրատիայի ինստիտուտները, կարծիքի ազատությունը, հավաքների ազատությունը, կրոնի, խղճի, դավանանքի ազատությունը, մարդու հիմնարար իրավունքները, բոլոր նրանք, ովքեր այս բաներից գլուխ են հանում, հասկանում են, ասենք բազային բաներ են, բառ բաներ չեմ ասում։ Այդ մարդիկ բոլորը գիտեն, որ չի կարող ընտրությունների հաղթած ուժի ծրագրում գրված որևէ տեքստ, որևէ նախադասություն դառնալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն։ Սա խայտառակություն է։ Դե կոմենտներում արձագանքեք եւ տարածեք այս եթերը, կսպասենք վաղը խորհրդանում այս խայտառակ ծրագրի քննարկման, տեսնենք թե ոնց են քննարկում։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։